Առաջիկայում ուրեմն կա մի դատական նիստ, ավելի շուտ երկու դատական նիստ է լինելու ամսի 20-ին, մեկը իմն է, մեկը ուրեմն Տերյան 25 շենքի բնակիչներից մեկի, այո, կենտրոն եւ նոր ընդհանուր իրավասության ուրեմն դատարանում է լինելու եւ ամսի 24-ին Լալայանց 37 շենքից ունենք մի վաստակավոր ուսուցչու ճուհու ուրեմն դատական գործ, որին իմիջիայլոց մի 2 տարի առաջ նախագահը ինքն է պարգևատրել 80-ամյակին վերաբերող ուրեմն Հոբելյաններ։ Համենայն դեպս ինքը միայնակ կին է, իրեն էլ են ուզում դուրս անեն, ու ինձ շատ հետաքրքիր է ինչ խղճով են նմանատիպ ուրեմն մոտեցում ուզում ցուցաբերեն։ Այդ մարդը ինչ պետք է անի։ Այդ տարիքում արձագանքել էր, ասել էր հիմար պահանջներ են ներկայացնում, հիմար պահանջ չէ որ։ Դե գիտեք, հա, այո, ծանոթ ենք եւ ինչպես տեսել եք մենք համապատասխան պաստառ են գրել եւ պատշգամբում կպցրած է։ Եթե Մայրապետյանը ուրեմն Սամվել Մայրապետյանը հիմար խոսում է։ Այսինքն խնդիրը նրանում է, որ իհարկե մի քիչ երևի մենք սովոր չենք իջնել ամեն մեկի մակարդակին, բայց սա այն պարագան էր, որ ինքը իրեն թույլ է տալիս խմբակային ուրեմն վիրավորանքներ, ուրեմն պետք է համապատասխան երևի պատասխանել, որովհետև մենք հասկանում ենք, որ այս մարդիկ մարդկային լեզու եւ ընդհանրապես չեն հասկանում մարդկային հոգեբանություն, որովհետև 8.5 տարի, ուրեմն մարտի 1-ից 2007 թվականին մինչ օրս գտնվելով ես գերակա շահի տակ եւ գլխավոր ասեմ, իհարկե այնտեղ կան մարդիկ, որոնք նաեւ կա կառավարություն, կա քաղաքապետարան, բայց խնդիրը նրանում է, որ կոնկրետ մի մարդու են հանձնարարել այս ամենը, դա Սամվել Մայրապետյանն է, որը իր իրավասությունները գերազանցում է, իրեն պահում է բավականին լկտի ինքնավստահ եւ իրեն թվում է, որ ինքը կարող է ամեն ինչ։ Մենք բնականաբար չունենք փաստաթղթեր, որ հավաստենք Քոչարյանն նրա թիկունքին թե ով է, բայց մենք գիտենք, որ նա Քոչարյանի ժամանակ է վերել կապրել, որ այդ պաշտոնին, այդ կառուցապատմանը նա Քոչարյանի ժամանակ է ուրեմն ստանձնել այդ ամենը։ Մենք շատ լավ գիտենք, որ Արմեն Գևորգյանը նա էր տարածքային նախարարը, նա էր հովանավորում, այսպես ասած Քոչարյան, Արմեն Գևորգյան եւ Մայրապետյան այդ տրիոն էր, այսպես ասած գործում։ Հիմա հաշվի առնելով որոշակի փոփոխությունները, հաշվի առնելով Արմեն Գևորգյանի աշխատանքից ազատվելը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, մենք տեսնում ենք, որ Քոչարյանը ամեն կերպ ուզում է նորից ներխուժել քաղաքական դաշտ եւ տեսնում ենք այդ հակամարտությունը Քոչարյանի եւ ներկայիս իշխանությունների միջև եւ ես գտնում եմ, որ միգուցե այդ հակասությունները միշտ բերում են որոշակի արդարության, հիմա անկախ ամեն ինչից։ Ես գտնում եմ, որ Մայրապետյանին ժամանակն է կանգնեցնել, ցույց տալ իր տեղը։ Կոնկրետ ստեղ կա խնդիր, կա մի մարդ, որը ունի հովանավորություն եւ ունի բավականին հզոր հովանավորություն։ Եվ իմ կարծիքով ներկայիս իշխանություններն են պարտավոր եւ այդ մեղավորությունը անկախ նրանից ով է նրան հովանավորում Քոչարյանը, Ռուսաստանը թե Ամերիկան, ամենայն դեպս կա ներկայիս իշխանություն, որը ոչ միայն պարտավոր է, այլ նաեւ ունի իրավունք այս մարդուն իր տեղը դնելու, որովհետեւ նա իր բոլոր իրավասությունները խախտում է, իրեն պահում է այնպես ինչպես գտնում է հարմար եւ ամենացավալին նա է, որ այդ ճնշումները նաեւ դատարանների վրա է գործածվում, որովհետեւ մենք տեսնում ենք բացահայտ խախտումներով կայացվում են որոշում, արդեն 2 որոշում կայացվել են ապօրինի։ Բնակիչները մինչև հիմա չեն լքել, չէ՞, տները, վերջնաժամկետը երբ է։ Ոչ, ըստ իրենց հայցի ուրեմն վերջնաժամկետը, որ երկամսյա ժամկետում մարդիկ պարտավոր են լքել իրենց բնակարանները, դե բնականաբար դա բողոքարկվել է այդ առաջիացյալի որոշումը, բայց անկախ նրանից, եթե բնականաբար մենք բոլոր ատյանները անցնելու ենք, եթե վճռաբեկն էլ որոշեց նույն եւ հաստատեց նույն որոշումը, միևնույն է մենք չենք լքելու։ Ես բերեմ նաեւ օրինակներ, որ իշխանությունները կամ ոմանք ապօրինի գործողություններ են արել, բայց հետագայում ժողովրդի կամ համայնքի ճնշման տակ այդ ապօրինի ուրեմն որոշումները կասեցվել են։ Մեկը բացահայտ օրինակ Մաշտոցի պուրակի
այդ բուցիկա շինարարությունն էր, որը հանրությունը կանգնեց եւ կասեցվեց։ Մյուսը երբ որ ուզում էին հեկ կառուցեին ու ջանի, կարփի շրջանում, երբ որ մի քանի գյուղ ոտքի կանգնեց ճանապարհ փակեցին, ուրեմն թող չկասկածեն, ամբողջ հյուսիսային պողոտան Բաղրամյան փողոցի նման փակվելու է, միգուցե օրեր շարունակ։ Ես վստահեցնում եմ, թող դա էլ չկասկածեն, որ այդ նույն երիտասարդությունը, որը Բաղրամյան փողոցում էր, նրանք շատ լավատեղյակ են, ոմանք իմ ընկերներն են, եւ նույն process-ը լինելու է այստեղ։ Ոչ մի ոստիկանի, ոչ մի կարմիր բերետավորի մենք թույլ չենք տալու, որ նրանք գան ինչ-որ ապօրինի դատարանի որոշումներ կայացնեն եւ նաեւ ես կուզենայի դիմել մեր դատավորներին, որոնց ես ինչ-որ միտեղ կարեկցում եմ, որովհետեւ այդ մարդիկ ոմանք բավականին գրագետ են, բավականին լավ սովորել են դպրոցում, ինստիտուտում, որակավորում են ստացել եւ այսօր կատարելով հրահանգներ, հրահանգավորումներ, դա բավականին վիրավորական է բարձր ինտելեկտով մարդու համար լինել ընդամենը խամաճիկ։ Դրա համար ես նրանց խղճինել եմ, նրանց պրոֆեսիոնալ բանին եմ ուրեմն դիմում, որ նրանք լինեն ավելի պրոֆեսիոնալ, վեր լինեն այդ նյութից, վեր լինեն ինչ որ հրահանգներից, կլինի դա Մայրապետյան, կլինի Քոչարյան, ով ուզում է լինի, նրանք պետք է իրանց ուրեմն ուղիղ պարտականությունները կատարեն։ Արդեն 17000-ից ավել ստորագրություններ մենք ունենք եւ մտադրված ենք, դա իհարկե ինքնանպատակ չէ, բայց մտադրված ենք հասցնել 20000-ի եւ դա այդքան մեծ խնդիր չի, որովհետեւ մեր ուրեմն ուժը գիտեք ինչ կարող է ունենալ, ուրեմն նայեք ամենահիմնական մեր փաստարկները, որ 8.5 տարի է գոյություն ունի, ուրեմն այսպես ասած բացառիկ գերական հանրային շահի հասկացողություն, արդեն ինքը բառը բացառիկ, դա նշանակում է, որ ինչ-որ մի հրատապ, ինչ-որ մի շտաբ, ինչ-որ շինություն է պետք, շինարարություն է պետք պետությանը եւ հասարակությանը, բայց այդ ինչ հրատապ բացառիկ գերական հանրային շահը, որ 8.5 տարի է չի իրագործվում, ու մեր հանրապետությունը հանգիստ ապրում է, ոչ մի խնդրեմ չունի դրա պատճառով։ Բացի դրանից մինչ օրս ես մի քանի ամիս առաջ երևի նո անցյալ տարվա վերջերին էր, երբ որ նամակ էի գրել ինչ է կառուցվելու այդ շենքերի փոխարեն պատասխանը, որ նախագիծ արկա չէ, այսինքն չկա այն նպատակը, ինչի համար բացառիկ գերական հանրային շահը գոյություն ունի։ Այսինքն ոնց որ մարդուն պետքա տանել ռեանիմացիա, ասում են ում ես բերում, ասում ես չգիտեմ, բայց ասում եմ ազատեք այդ բանը, վիրահատարանը, հեսա բերում ենք, ում, չգիտենք ում, բայց բերելու ենք։ Հիմա նույնը ստեղ է, ինչ որ մի բացառիկ process է, բայց ինչի համար է, մինչ օրս հայտնի չի։ Հիմա հասարակությունը եւ պետությունը դա ժողովուրդն է։ Մենք էլ դիմել ենք այդ ժողովրդին ուղակի ձևով, հարցնում ենք ժողովուրդ ջան, դուք համաձայն եք, որ այս շենքերը քանդվեն, մարդիկ ասում են ոչ։ Մենք 20 օրվա մեջ համարյա հավաքել ենք 17000 ստորագրությունից ավել։ Ամեն օր մոտավորապես 700 ստորագրություն ենք հավաքել, օր է եղել 1500 ենք հավաքել, նո բացառությամբ որոշ օրեր, որ քիչ ենք, ուշ ենք դուրս եկել, կարող է մի քիչ ավելի քիչ, համենայն դեպս դա ինչի մասին է խոսում, դա ֆանտաստիկ թիվ է, երբ որ 3 ժամվա ընթացքում դու հավաքում ես 700 ստորագրություն։ Այսինքն նշանակում է, որ ժողովուրդը տրամադրված է ուղղակի ձևով, նա դեմ է նմանատիպ մոտեցմանը քաղաքին շինարարությանը։ Մեկ էլ կուզենայի նշել նաև, դա իհարկե Նարեկ Սարգսյանի մոլուցքն է, որ եթե այս մարդիկ աղավաղեցին ամբողջ Երևանի տեսքը, հին Երևան մենք լրիվ կորցրեցինք, հին Երևան նախագիծը չկա եւ չի լինելու, որտեվ ամբողջ Բյուզանդի փողոցը լրիվ աղճատվել է, լրիվ կիսվել է, անհեթեթություն է։ Նրանց որ ես մի հատ առաջարկություն ունեմ, ընդօրինակել Ղազախստանի օրինակը, երբ որ Նազարբաևը ուզում էր ինչ-որ մի բան արել, Աստանա կառուցեց։ Հիմա եթե կան մարդիկ, որոնք ուզում են նոր մայրաքաղաք, սեփական ամբիցիաները, ազատ տարածքներ կա Երևանից դուրս, թող վերցնեն եւ ինքնաարտահայտվեն, ինքնահաստատվեն, կառուցեն ինչ-որ մի նոր բան։ Այս քաղաքը թող հանգիստ թողեն ու մարդկանց